Բժիշկ Ժամբամյատ վիտամին չես նշանակում, գալու է մի պահ, որ ամեն ինչ պետքա լինի հիմնված մենակ գենետիկայի վրա։ Մեր ընտանիքում չկա նման դրսևորում, չէ մենք չենք կարող իրան փոխանցել այդ գենը։ Պարտավոր է քղիության ժամանակ հետազոտվեք գենետիկորեն, որպիսի կրկնողությունը չլինի։ Թույլի կամ իձևի ինչը կլինի պատճառը։ Փորձեք հասկանալ ինչն է խնդրի պատճառը, այլ ոչ թե ազատվել խնդրից, որովհետև այդ խնդիրը ունի կրկնման ռիսկ, կատարվում է եւս մեկ անգամ վերավերլուծություն ստացված գենոմային տվյալների։ Երեխան առողջ է, բայց ունի մուտացված գեն, որը կարող է միաժամանակ հետո դրսևորել իրան, որովհետև միայն այդ դեպքում ենք հասկանում, թե ինչ է թաքնված իրոք հիվանդության ետևում։ Յուրաքանչյուր ընտանիքում կա մի պատմություն, որ սկսվում է փոքր նշաններով, որոնց բացատրությունը պահանջում է բազմաթիվ հետազոտություններ եւ բացահայտումներ։ Այսօր այստեղ ենք, որպեսզի միասին հասկանանք, թե ինչպես են նյարդաբանությունը եւ գենետիկան փորձում բացահայտել հիվանդությունների իրական պատճառները։ Այսօր մեզ հետ են Wigmore կանանց եւ երեխաների հիվանդանոցի մանկական նյարդաբանության ծառայության պատասխանատու Նունե Կույումջյանը եւ գենետիկական փորձագիտական կենտրոնի հիմնադիր, կենսաբանական գիտությունների թեկնածու Աննա Հովհաննիսյանը։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Բժշկուհի Կույումջյան, եկեք սկսենք ձեզնից, պատմեք ձեր պրակտիկայից, առավել հաճախ ինչ խնդիրներով երեխաներ են դիմում նյարդաբանին։ Նախ եւ առաջ շնորհակալություն հրավերի համար։ Ես բավականին երկար եմ աշխատում մանկական նյարդաբանության դաշտում եւ իմ դիտարկումներից ասեմ, որ ավելի հաճախ մանկական նյարդաբանին դիմում են այն ծնողները, ում երեխաները ունենում են ցնցումներ եւ նյարդաբանի առաջ դրվում է խնդիր տարբերակելու արդյոք ցնցման պատճառը որտեղից է գալիս եւ մեծ տոկոսը դրանց կազմում է էպիլեպտիկ ցնցումները, այսինքն ամբողջ նյարդաբանական հիվանդությունների մեջ մեծ տոկոս ունենք էպիլեպսիայով տառապող երեխաներ։ Երկրորդ տեղը գրավում է գլխացավերը, որով նույնպես շատ են դիմում նյարդաբանին։ Երրորդը ասեմ, որ դա մկանային հիվանդություններ են, նյարդամկանային հիվանդություններն են, նեյրոդեգեներատիվ հիվանդություններն են եւ ինչու՞ չէ նաեւ գենետիկ հիվանդություններ, որոնք կարող են սուր սկիզբ ունենալ եւ թվացial լինի, որ դա ինֆեկցիոն բնույթի ուղեղի բորբոքում է կամ ուղեղի թաղանթի բորբոքում է, բայց հիմքում ընկած լինի գենետիկ փոփոխություններ։ Տիկին Հովհաննիսյան, իսկ բժշկուհի Կույումջյանի կողմից նշված խնդիրներով երեխաների դեպքում առավել հաճախ որ խնդիրներով պայմանավորված են դիմում ձեզ գենետիկական թեստավորման։ Իրականում մեզ դիմում են հենց բժշկի ցուցումով, այսինքն բուժառուն հենց այդպես ունենալով կլինիկական դրսևորումներ ինքը չի մոտենում ուղղակի գենետիկական թեստավորում հանձնելու, բայց մինչև մանրամասներին անդրադառնալը ուզում եմ ասել, որ նյարդաբանական խնդիրների մոտ 40%-ը, իսկ դա բավականին մեծ թիվ է, պայմանավորված են գենետիկայով, այսինքն ունեն գենետիկական հիմք, որոնք կարող են դրսևորվել եւ ուղեղային խնդիրներով ներառյալ էպիլեպսիաները եւ կարող են դրսևորվել շատ բազմատեսակ մկանային խնդիրներով, նաև զարգացման խնդիրներն են այստեղ ուշագրավ աճի հապաղում, գլոբալ աճի հապաղում, որոնք երբեմն մեկնաբանվում են որպես աուտիստիկ սպեկտրի խանգարումներ, ուզում ասեմ շատ բազմազան են, բայց ամեն դեպքում ուղղորդումը մեզ պետք է լինի բժշկի կողմից, բժշկական ցուցումով, որովհետև գենետիկական հետազոտությունը ինքնանպատակ չէ, այն թիրախային է եւ առանց հստակ բժշկի կողմից նշված կլինիկական ցուցումների եւ կլինիկական ախտանշանների ճիշտ չէ այն իրականացնել։ Օրինակ մեր կլինիկական պրակտիկայում, մենք
դեպք է լինում, որ պացիենտին նայելով արդեն իսկ գիտենք ինչ գենետիկական հիվանդություն է թաքնված հիմքում, ամենապարզ օրինակը դա ունի համախտանիշն է, չէ, բավական է տեսնել այն ստիգմաները, դեմքի ստիգմաները, որոնք բնորոշ են դա ունի համախտանիշին եւ արդեն իսկ բժիշկ կլինի դա նյարդաբանը, լինի դա նեոնատոլոգը, ով հանդիպում է բալիկին նորածնային հասակում, ինքը միանգամից կարող է ուղղորդի գենետիկական հետազոտության, շատ ակնհայտ են։ Ակնհայտ է խնդիրը, բայց լինում են դեպքեր, երբ դու սկսում ես որոնել, թե ինչն է պատճառը այս կամ այն հիվանդության, նույն էպիլեպսիայի համար որոնում ես արդյոք պատճառը ինչ-որ կառուցվածքն է, թե կա գենետիկական ինչ-որ խնդիր ու ուղղորդում ես գենետիկական հետազոտության։ Բժշկուհի Կույում ջան, հաճախ զարգացման հապաղում ունեցող երեխաների ծնողները արտահայտվում են այնպես, որ երեխաները ամեն մեկը զարգանում է յուրովի անհատապես տարբեր ժամանակային սահմաններում եւ երբեմն լինում են դեպքեր, որ հասնում են բժշկի արդեն ավելի ուշ ժամանակ, քան պետք է գային այդ ձև մտածելով։ Օրինակ ձեզ մոտ հաճախ են լինում նման դեպքեր, որ դիմում են ավելի ուշ, քան պետք է դիմել, կամ դուք ոնց եք գտնում օրինակ, ինչ ախտանիշ պետքա լինի, որ դա լինի ազդանշան, որ պետքա ծնողը երեխային մոտեցնի նյարդաբանին։ Գլոբալ զարգացման հապաղումը ինքը վերնագիր է, որի տակ կարող են թաքնված լինել մի շարք հիվանդություններ, այսինքն երբ որ դուք տեսնում եք երեխայի մոտ, որ նյարդաբանական ստատուսը չի համապատասխանում երեխայի էտապային զարգացմանը, այսինքն մենք գիտենք երեխան ծնվում է, հայացքը սկսում է ֆիքսել 1 ամսականում, գլուխը պահում է 1.5 ամսականում, խաղալիք վերցնում է 4 ամսական, բայց մենք տեսնում ենք, որ այդ տարիքին չի համապատասխանում երեխայի զարգացումը եւ մոտոր սֆերայում, այսինքն շարժումներով եւ մտավորով, հետո արդեն խոսքով, ասում ենք երեխան ունի գլոբալ զարգացման հապաղում, բայց դեռևս ինչն է թաքնված այդ գլոբալ զարգացման հիմքում մենք չգիտենք։ Այդ իսկ պատճառով մենք սկսում ենք փնտրտուքները մեր, ուղարկում ենք տարբեր հետազոտությունների, այդ թվում գլխուղեղի MRT հետազոտություն ենք անում, որ տեսնենք կա արդյոք գլխուղեղի զարգացման ինչ-որ մի փոփոխություն եւ իհարկե կարող են գալ հանգել նրան, որ հիմքում ընկած է գենետիկական հիվանդություն եւ ուղղորդել պացիենտին կատարել գենետիկական հետազոտություն։ Տիկին Հովհաննիսյան, իսկ այսպիսի պարագայում ինչ տիպի գենետիկական հետազոտություններ են անհրաժեշտ իրականացնել։ Ուրեմն գենետիկական հետազոտությունները դրանք բազմաթիվ են եւ ունեն հստակ ցուցումներ, բայց ուզում եմ նշել սկզբում, որ չկա որևիցե հետազոտություն, այդ թվում նաեւ գենետիկական, որը կպատասխանի ձեր բոլոր հարցադրումներին։ Այսինքն յուրաքանչյուր թեստ, այդ թվում նաեւ գենետիկական, ինքը ունի սահմանափակումներ եւ այս պարագայում համարվում է ճշգրիտ մոտեցումը այն, որ մենք կարողանանք տվյալ հետազոտությամբ ծածկել առավել շատ խնդիրներ, այսինքն տալ պատասխան առավել շատ խնդիրներին։ Ընդհանրապես ցուցված է գենետիկական հետազոտությունը սկսել հասարակ քրոմոսոմների հետազոտությունից, որը համարվում է նաև սկրինինգային հետազոտություն, այսինքն եթե մենք նույնիսկ ոչինչ էլ չբացահայտենք, քանի որ դա շատ այդպես կոպիտ հետազոտություն է, ամեն դեպքում մենք կարող ենք բացառել, որ այդ մակարդակի վրա մենք չունենք փոփոխություններ, խնդիրներ, որոնք պայմանավորված են այդպես խոշոր քրոմոսոմների ավել նյութով կամ քրոմոսոմների արկա բացակայող նյութով։ Եվ այդպես գործընթացը անցնում է փուլ առ փուլ, հաջորդ փուլը գալիս է մոլեկուլային կարիոտիպավորում կոչվածը, երբ որ մենք փորձում ենք ամբողջ գենոմի մակարդակով բացահայտել կան արդյոք փոքրիկ կորուստներ եւ ավելցուկներ, որովհետեւ գենետիկական փոփոխությունը դա կարող է իր մեջ ընդգրկել եւ գենոմային դիսբալանսներ, այսինքն ավել կամ պակաս քրոմոսոմային նյութեր կամ գենոմային նյութեր, կամ մուտացիաներ, երբ որ մենք ունենք գենում ընդգրկված նուկլեոտիդների հաջորդականության փոփոխություն, որը ինքնին բերում է արդեն սխալ սպիտակուցի կոդավորմանը եւ հիվանդության մեխանիզմի առաջացմանը։ Այսինքն մենք պետք է հստակ հասկանանք, այստեղ առավել շատ խնդիրը որ մակարդակով կարող է պայմանավորված լինել։ Եվ դա
այդ որոշման ճիշտ կայացումը հիմնված է կլինիկական ցուցումների վրա, այսինքն այն ամեն ինչի վրա, ինչ որ մենք տեսնում ենք բուժառուի մոտ, եթե բուժառուի մոտ բացի գլոբալ հապաղումից արկա են նաև կառուցվածքային փոփոխություններ, արկա են օրգան համակարգերի հետ կապված փոփոխություններ, այսինքն այս պարագայում մենք չենք կարող հերքել, որ կարող է խնդիրը պայմանավորված լինել նաև այդ դիսբալանս կոչվածով, քրոմոսոմային նյութի ավելցուկով կամ պակասով։ Բժշկուհի Կույում ջան, իսկ գենետիկան ձեր ոլորտում, նյարդաբանության ոլորտում ինչ դեր ունի։ Շատ լավ հարց եք տալիս։ Ուզում եմ հիշեցնել մի ֆիլմ Մոսկվան արդյունքներին չի հավատում, այնտեղ որ ասում է մի քանի տարի հետո ոչինչ չի լինելու երկրագնդի վրա, լինելու է միայն հեռուստատեսությունը։ Հիմա ես ուզում եմ, դա իմ կարծիքն է, որ գալու է մի պահ, որ ամեն ինչ պետքա լինի հիմնված մենակ գենետիկայի վրա, ուրեմն շատ մեծ դեր է կատարում։ Նախ եւ առաջ, եթե մենք գիտենք, թե տվյալ հիվանդությունը երեխայի մոտ, որ գենի մուտացիան է առաջացրել, եւ եթե այդ երեխան ընտանիքի առաջին երեխան է, մենք կարող ենք խուսափել նմանատիպ խնդիր ունեցող երեխայի ծնվելու հավանականությունը նվազեցնելու նույն ընտանիքում։ Երկրորդը, մենք ունենք մի շարք գեներ, որոնք ունեն բարվորակ ընթացք, օրինակ նույն էպիլեպսիայի մեջ մեր PR արդիթուն մենք ունեցել ենք իրար հետ, գենետիկայի առումով, երբ ծնողը գալիս է, ասում եք, գիտեք, այս գենը ինքը բարվորակ ընթացք ունի, ժամանակի ընթացքում ձեր երեխայի էպիլեպտիկ ցնցումները վերանալու են, բայց կարող է մի քանի տարի հետո ինչ որ ավելորդ շարժումներ ինքը ունենա, էլի նույն գենով պայմանավորված կամ կարող է միգրեն ունենա, գլխացավեր ունենա, էլի նույն գենով։ Այսինքն մենք կարողանում ենք կանխատեսել, թե ինչ ընթացք կունենա հիվանդությունը նույն պացիենտի մոտ։ Եվ երրորդը, մենք ունենք լիովին բուժվող հիվանդություններ նյարդաբանության մեջ, որոնք պայմանավորված են գենով։ Դրա վառ օրինակը, օրինակ սպինալ մկանային ատրոֆիան է, եւ եթե մենք ճիշտ ժամանակին գենետիկայի հիման վրա պրեկլինիկական շրջանում, այսինքն երբ դեռևս կլինիկորեն չի դրսևորվել հիվանդությունը, երեխան առողջ է, բայց ունի մուտացված գեն, որը կարող է միառժամանակ հետո դրսևորել իրան, մենք կարող ենք կանխարգելել, արդեն իսկ կա բուժում դրան, որ մենք ունենք տարբեր դեղորայք եւ օգտագործելով այդ դեղամիջոցները այդ երեխաները կարող են լիովին առողջ լինել։ Եվ ունենք էլի հիվանդություններ, այդ որ անընդհատ մեր ժողովուրդը ասում է բժիշկ ջան, բա մի հատ վիտամին չես նշանակում, ունենք վիտամինային հիվանդություններ, գենով պայմանավորված, որոնք ցնցումներ կարող են առաջացնել երեխայի մոտ, բայց մենք եթե կանխավ իմանանք, որ այդ բուժելի հիվանդություն օրինակ կա այդ անհատի մոտ, մենք դրսից տալով այդ վիտամինը կարող ենք կանխարգելել այդ հիվանդության դրսևորումը, օրինակ պիրիդոքսինը, վիտամին B6-ի ներարկումները, պիրիդոքսալ ֆոսֆատը, ֆոլատը, այդ դրանք բոլորը կարող են ցնցումներ առաջացնել եւ ինչպես էր մոտեցումը նյարդաբանների, բուժում էինք հակացնցումային դեղորայքով, եթե տեսնում էինք չենք հասնում մեր ուզած արդյունքի, սկսում էինք փորձել այդ դեղորայքը ներարկելով, վիտամինները ներարկելով, բայց դրանք բոլորը գենետիկայով դրսևորվող հիվանդություններ են։ Տիկին Հովհաննիսյան, իսկ գենետիկական թեստավորման արդյունքում ինչպիսի պատասխաններ, ինչպիսի արդյունքները հնարավոր ստանալ։ Ամեն դեպքում ինչպիսի պատասխաններ են հնարավոր։ Հնարավոր են պատասխաններ, որոնք կոչվում են դրական, այսինքն երբ մենք հայտնաբերում ենք հավանական կամ հավանական պաթոգեն կամ պաթոգեն գենետիկական տարբերակ, որը կարելի է ասել արդեն տալիս է ախտորոշման հիմքը բժշկի համար, ինչի եմ ասում ախտորոշման հիմքը, որովհետև վերջնական ախտորոշումը միևնույն է անում է բուժող բժիշկը, հիմնվելով նաև գենետիկական հետազոտության վրա, համադրելով այդ բոլոր կլինիկական ախտանշանները, բոլոր այլ հետազոտությունների արդյունքները եւ այլն։ Այսինքն դա ավելի նեղացնում է շրջանակը եւ տալիս է հիմքը, թե
ինչպես կարելի է բացատրել այդ ախտանշանները։ Մյուս տարբերակը, որը հնարավոր է գենետիկական թեստավորման ընթացքում, դա անորոշ նշանակության տարբերակներն են, որոնք երբեմն բարդացնում են բժշկի աշխատանքը եւս, որովհետեւ ինչ է նշանակում անորոշ նշանակության տարբերակ, այսինքն գտնվել է տարբերակը դա փոփոխությունն է գենետիկական եւ ներկա պահին արկա տեղեկատվությամբ հայտնի չէ ինչպիսին է դրա նշանակությունը տվյալ կլինիկայի համար եւ սովորաբար դրանց նշանակությունը ավելի կոնկրետացնելու համար հետազոտությունը շարունակվում է, հետազոտվում է նույն հայտնաբերված տարբերակը կենսաբանական ծնողների մոտ, որպեսզի կատարվի գտնված տարբերակի վերադասակարգում։ Եթե ծնողները չեն կրում այդ տարբերակը, այդ փոփոխությունը, որ արկա է երեխայի մոտ եւ պարզ չէ դրա նշանակությունը, երեխայի մոտ այդ տարբերակը կարող է արդեն վերադասակարգվել եւ դառնալ հավանական պաթոգեն տարբերակ։ Հնարավոր է նաեւ, որ ծնողներից որևիցե մեկը կրում է, բայց ծնողը չունի նմանատիպ դրսևորումներ, բայց երեխան ունի, այս պարագայում բնականաբար ավելի շատ մտածում ենք այդ ուղղությամբ, որ հավանաբար այդ տարբերակը կապ չունի նշված կլինիկական խնդիրների հետ եւ շարունակում ենք հետեւել երեխային բժշկի հետ միասին բնականաբար եւ երբ որ տարիքի հետ, հատկապես երբ որ երեխան փոքր է, շատ դժվար է այդ բոլոր կլինիկական նշանների կոմպլեքսը տեսնել։ Շատ նշաններ, շատ ախտանշաններ ի հայտ են գալիս զարգացմանը զուգընթաց, հատկապես եթե մենք ունենք զարգացման հետ կապված խնդիրներ։ Եվ եթե տարիքին արդեն տարիքի հետ կապված կամ տարիքին զուգընթաց ի հայտ են գալիս նոր կլինիկական դրսևորումներ, ապա կատարվում է եւս մեկ անգամ վերլուծություն ստացված գենոմային տվյալների եւ արդեն փորձում ենք նոր կլինիկական տվյալների առկայությամբ գտնել տարբերակը, որը հավանաբար ընկած է այդ ամեն ինչի հետևում։ Այսինքն, եթե ես ձեզ ճիշտ հասկացա, եթե բուժառուն ստանում է պատասխան անորոշ նշանակության, դա դեռ չի նշանակում, որ հետազոտությունը եղել է ապարդյուն եւ այստեղ ավարտվել է։ Այստեղ ուզում եմ հատկապես նշել, որ չկա ապարդյուն տեստ, նույնիսկ եթե մենք ունենք բացասական պատասխան, դա եւս պատասխան է։ Հա, եթե մենք չունենք քրոմոսոմային հետազոտության մեջ գտնված տարբերակներ, դա նշանակում է, որ այդ մակարդակի վրա չկան փոփոխություններ, բայց դա երբեք չի բացառում այլ ավելի խորքային փոփոխություններ եւ սա բացասական պատասխանի սկզբանե մեզ համար ուղեցույց է լինում ինչ ուղղությամբ հիմա պետք է շարունակենք հետազոտությունը։ Օրինակ, եթե մենք գործ ունենք փխրուն X քրոմոսոմի համախտանիշի հետ, որը եւս ուղեկցվում է զարգացման հապաղումով, բնականաբար լայնածավալ գենոմային հետազոտությունը ինչքան էլ որ այն թանկարժեք է, բարդ է, երկարատև է, շատ բարդ տեխնոլոգիաներ ենք օգտագործում, դա ձեզ լուծում չի տալու, որովհետև այստեղ մեզ պետք է թիրախային այլ մոտեցում։ Ես ուզում եմ ավելացնել, երեք կակրաս ես պացիենտ ունեի, որ եկել էր ինձ մոտ ցնցումների կապակցությամբ, բայց ուներ նաև աուտիստիկ սպեկտրի խանգարում եւ դեմքը շատ նման էր փխրուն X-ի, այսինքն երկարավուն ուղեղ ուներ, լոշտակականներ, ֆենոտիպը նման էր բավականին, բայց ցնցումների համար իրան կատարվել էր ամբողջական էկզոմի սեկվենավորում, որը որ տրիպլետների կրկնողությունը ինքը ինֆորմատիվ չի, ինքը ցույց չի տալիս դա։ Դրա համար ես ծնողին այդ ամեն ինչը բացատրելով ուղղորդեցի, որ ձեզ կատարվել է էկզոնի սեկվենավորում ցնցումների համար, բայց ձեր երեխան նաև ունի աուտիստիկ սպեկտրի խանգարում, իսկ մենք գիտենք, որ աուտիստիկ սպեկտրի խանգարման ժամանակ մենք ունենք արդեն իսկ որոշված գենետիկական հիվանդություններ, օրինակ կոնկրետ տղաների մոտ փխրուն X-ը, աղջիկների մոտ ռետի համախտանիշը, եւ ունենք կասկածելի, որ մտածում ենք, որ սա գենետիկա է, բայց մենք ոչ մի ձևի դա չենք կարողանում ապացուցել։ Այնպես որ թիրախային հետազոտությունը պացիենտի դա շատ կարևոր է այս պարագայում։ Մոտեցումը, ինչպիսի տեստ ենք մենք, ինչ տեստ պետք է նշանակվի, որպիսի ճիշտ պատասխան ստանալ, էլի, դա շատ կարևոր է։ Այստեղ ուզում եմ ավելացնել, որ մեր կենտրոնը, գենետիկական փորձագիտական կենտրոնը անցյալ տարվանից հանդիսանում է նաև
միջազգային փոխրունիկ քրոմոսոմի հիմնադրամի միջազգային գործընկերը Հայաստանում եւ մենք շատ հաջող այդպես համագործակցում ենք, ծրագրեր ունենք եւ միանշանակ պետք է կիրառել այդ մոտեցումները եւ նաեւ ինֆորմացիոն այդ դաշտը ապահովել, որովհետեւ իսկապես մոտենում են երեխաներ սխալ արված, ոչ թե սխալ արված, այլ ոչ ճիշտ ընտրված գենետիկական թեստավորմամբ, որի արդյունքը բնականաբար բացասական է, բայց որը չի նշանակում, որ համախտանիշը չկա։ Այսինքն բաց է մնում ախտորոշումը։ Ախտորոշումը բաց է մնում, չնայած կատարված ֆինանսական ռեսուրսներին, ժամանակի կորստին եւ այլն։ Բժշկուհի Գույում ջան, երբ բուժառուին ասում եք, որ տվյալ հիվանդությունը շատ հավանական է, որ պայմանավորված լինի ժառանգականությամբ, առհասարակ ինչպիսի արձագանք եք ստանում ծնողից։ Շատ լավ հարցադրում է, այո, հաճախ երբ ծնողին ասում ես, որ հիվանդության հիմքում ընկած է ժառանգական գործոնը, ծնողը միանգամից ասում է իմ կողմից եւ իմ ամուսնուս կողմից ոչ մեկը նման հիվանդություններ չունեն։ Ես միշտ իմ պացիենտներին բացատրում եմ, որ հավկիթը ինքը լինում է ջրիկ, բայց արտաքին գործոնների ազդեցության տակ ինքը պնդանում է, չէ՞։ Նույնն էլ մեր գեները արտաքին գործոնների ազդեցության տակ իրանք կարող են փոփոխվել, որը բժշկական լեզվով կոչվում է մուտացիա։ Եվ պարտադիր չի, որ գենետիկական հիվանդությունը պարտադիր ժառանգվի հորից կամ մորից։ Մենք ունենք հասկացողություն նոր ստեղծված մուտացիա, դենովո մուտացիա։ Այսինքն, երբ որ գենը ինքը առաջի անգամ այդ անհատի մոտ մուտացված ձևով լինում է։ Նույնը կրծքագեղձի, ասենք, քաղցկեղի ժամանակ 10 սպորտ են կողմ գնա կարող է ոչ մեկի մոտ չգտնես, ու մի պայծառ օր այդ մուտացիան հայտնվում է այդ մարդու մոտ եւ առաջացնում է կլինիկական դրսևորում։ Այսինքն գենետիկայում պարտադիր չի, որ մենք ունենանք ծնողներ հիվանդ եւ դրսևորվի երեխաների մոտ նման ձևով, լավ։ Ես ուզում եմ լրացնել մի փոքր, իհարկե դենովո մուտացիաները բավականին մեծ թիվ են կազմում նմանատիպ խնդիրների դեպքում, բայց մենք գործ ունենք նաև ռեցեսիվ կոչվող հիվանդությունների հետ, երբ պատճառը երկու ծնողների մոտ առկա գենետիկական փոփոխության կրելիությունն է, սակայն մեկ օրինակով այդ փոփոխությունը ոչ մի դրսևորում չի տալիս, այսինքն նույն ձևով, երբ որ իրենք հետ նայեն իրենց սերունդներին, իրենք կարող են ոչ մի դեպք չտեսնել, չարձանագրել հիվանդության, բայց շատ պատահական, երբ որ երկու ծնողն էլ, ովքեր որ կրում են նույն գենետիկական փոփոխությունը, դա փոխանցում են իրենց երեխային, եւ այդ խնդիրը կապված է ռեցեսիվ հիվանդության հետ, կարող է դիտվել հիվանդ երեխա, այսինքն նույն պատկերը սերունդներ շարունակ ոչ մի խնդիր, բայց գալիս է մի պահ, երբ որ արձանագրվում է հիվանդ երեխա, այսինքն չենք հերքում նաև ռեցեսիվ մուտացիաների կրելիությունը ծնողների մոտ։ Այստեղ կարող եմ ես ավելացնել, որ ռեցեսիվ նշանակում է թույլ գեն։ Մենք ունենք մի հատ ուժեղ գեն, մի հատ թույլ գեն, քանի որ մեզ պետք է ժողովուրդը նայի, այդ թույլ գենը հավանականությունը իր դրսևորման 25% է։ Եվ շատ դեպքերում ինքը սերունդ որպես թաքնված թույլ գեն մնում է ու չի ձևավորվում, հա, կլինիկորեն չի դրսևորվում։ Եվ մի պայծառ օր, երբ որ երկու թույլ գեները իրար հանդիպում են, կլինիկորեն ունենում ենք մենք հիվանդ երեխա։ Բայց անդրադառնամ իմ կլինիկական փորձին, մենք դեպք ենք ունեցել, որ մի ընտանիքում, այս վերջերս, նոն-կետոտիկ հիպերգլիցինեմիա, 25% հավանականություն, որ կլինի հաջորդ երեխան նմանատիպ հիվանդությամբ, եւ արդեն իսկ գենետիկական մուտացիան ձեռքը տրված ծնողին, ասելով, որ գիտեք ինչ, դուք պարտավոր եք հղիության ժամանակ հետազոտվեք գենետիկորեն, որպեսզի կրկնողությունը չլինի ընտանիքում, բայց ծնողները բնականաբար անտեսում են այդ փաստը, ունենում են հաջորդ երեխան,
եւ զանգում են ինձ ծննդատնից, ասում են բժշկուհի ջան, ձեր այն մի հիվանդը որ եղել, այ հիմա իր քույրիկն է ծնվել։ Թույլի կամ իձևի ինչը կլինի պատճառը, ասում են այն մեկը խեղդված է ծնվել, բայց խեղդված չէր ծնվել, նա ուներ գենետիկական խնդիր։ Պրոստը ծնողը անտեսել էր այդ գենետիկայի առկայությունը։ Տեսեք, հավանականությունը 25%, բայց մի ընտանիքում 2 երեխա միանգամից ծնվում են նմանատիպ խնդրով, հա։ Երբեմն հասկանում են, որ 25%, այսինքն 4 երեխայից մեկը եղավ, մնացածը չեն լինի, բայց դա այդպես չէ։ Կարող է 4 երեխա էլ լինեն, 4-ն էլ ընկնեն այդ 25% հավանականության մեջ, այսինքն մենք չենք ղեկավարում այդ գամետների միաձուլումը եւ պարտադիր է այս պարագայում հանդիսանում նախածննդյան ախտորոշումը, եթե արդեն ընտանիքում կա ախտորոշված հիվանդություն, ցավոք սրտի ես էլ եմ հիշում այդպիսի ընտանեկան դեպքեր, նույնիսկ դեպքեր, երբ հիվանդ երեխային ծնողները խուսափում են ախտորոշելուց կամ գտնում են, որ նշանակված թեստերը այդքան էլ հիմնավոր չեն եւ այդքան էլ անհրաժեշտ չեն, կորցնելով մեկ երեխային, արդեն ընտանիքում ծնվում է երկրորդ նմանատիպ երեխան եւ ես հորդորում եմ բոլոր ընտանիքներին, եթե ընտանիքում կա առկա խնդիր, փորձեք հասկանալ ինչն է խնդրի պատճառը, այլ ոչ թե ազատվել խնդրից, որովհետև այդ խնդիրը ունի կրկնման ռիսկ։ Գիտեք, հաճախ ինչ հարց են տալիս ծնողները մեզ, ասում են, բժշկուհի ջան, ասենք, որ գնացի գենետիկական տեստ արեցի, այդ գենետիկայով պետք է բուժվի այս երեխան, Եվ նույնը չի բուժելու, այո։ Չի բուժվելու, իսկ ինչի՞ սա պետք, ինչի ես այդքան գումար տրամադրեմ, ծախսեմ, որ այդ թեստը կատարվի։ Այդ շատ հաճախ հնչող հարցերից մեկն է, բայց իմանալով նորից եմ կրկնվում, թե ինչ գենետիկական մուտացիա կա մի բալիկի մոտ, կարելի է կանխարգելել մյուս բալիկի մոտ նմանատիպ մուտացիայով ծնվելու հավանականությունը նվազեցնելու եւ հաջորդը իմանալով, թե ինչ մուտացիա, որտեվ ծնողը շատ հաճախ հարց է տալիս, ասում է իսկ իմ երեխայի կյանքի տևողությունը ինչքան է լինելու, իսկ ուրիշ ինչ խնդիրներ կունենա եւ այստեղ մեզ նորից գենետիկան է գալիս, մենք ունենք հասկացողություն օմիմ իր թվերով, մենք մտնում ենք այդ դատաբազան եւ գտնում ենք այդ բոլորը։ Գտնելով այդ գենի մուտացիան, մենք հերթականորեն նայում ենք, որ այս գենի մուտացիան առաջացնում է էնդոկրին խնդիրներ, սրտի խնդիր, այս խնդիրներ ու դա մեզ նույն դաունի ժամանակ մենք գիտենք, որ դաուն ունեցող համախտանիշ ունեցող երեխաները պետք է ժամանակ առ ժամանակ սկրինինգային թեստ հանձնեն, որովհետև իրանք կարող են ունենալ վահանաձև գեղձի խնդիր։ Ու դա մեզ տալիս է գենետիկան հաստատում է, դու սկսում ես սկրինինգ անել այդ երեխաներին, էլի։ Այսինքն ստացվում է, որ այդ տարբերակով նաև ունենում եք կանխատեսում ու կանխատեսման հիման վրա նաև կանխարգելում որոշակի չափով, ինչը որ կարելի է կառավարել։ Այո, վահանաձև գեղձը բնականաբար իհարկե ինքը հորմոնալ բուժում են նշանակում ու բարձիթող վիճակում չեն հայտնաբերում, էլի։ Այդ օրինակներից մեկն է։ Ես հիշում եմ Ֆրանսիայում վերապատրաստվելու ժամանակ ես տեսա մի բալիկ, ով ուներ maple syrup, ոնց կարող ենք ասել, թխկենու օշարակի հիվանդություն է խոսքով։ Իսկ այդ երեխաները մահանում են ստեղ, ուղեղի այտուց է զարգանում, որտեվ ուշ է ախտորոշվում այդ հիվանդությունը։ Իսկ այնտեղ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդությունը ինքը կարող է ունենալ բարվորակ ընթացք ճիշտ ժամանակին բուժելու ընթացքում բուժվել էր։ Մի բան էլ ես ավելացնեմ, ինչը հնչում է բուժառուների կողմից, սովորաբար երբ որ գտնում են գենետիկական տարբերակ, հիմնվելով այդ բոլոր առկա տվյալների վրա, դատաբազաների ինֆորմացիայի վրա արձանագրվում են բոլոր կլինիկական ախտանիշները, որոնք տիպիկ են տվյալ գենետիկական խնդրին եւ շատ հաճախ հարց է ծագում բուժառուի կողմից։ Այ դուք նշել եք, որ պետք է լինի կոնկրետ այս ախտանիշը, բայց իմ բալիկի մոտ դա չկա, այսինքն ի հայտ է գալիս այդ մերժելու հատկությունը եւ ամեն կերպ փորձում են մերժել դա, ուզում եմ դիմել այդ բոլոր բուժառուներին, որ պարտադիր չէ աշխարհում նկարագրված բոլոր կլինիկական ախտանշանները դրսևորվեն ձեր երեխայի մոտ։ Դրանք այդ բոլոր ախտանշաններն են, որոնք հայտնի են, որոնց մի մասը ընդհանրապես կարող է լինել բալիկի մոտ։ Դպրոցական տարիներին էին, չէ, դեռևս մեզ սովորացնում, որ նույն ադուվանչիկը
որ վերցնում ես, մեկին դնում ես արևի տակ, նույն գենոտիպ ունեցող բույսը, մեկին դնում ես արևի տակ, մյուսին դնում ես ավելի շվակ տեղ։ Այն, որը որ արևի տակ է, ինքը ավելի լավ է իրան դրսևորում, այն, որը որ շվակի տակ է, ինքը ավելի փոքրիկ է մնում։ Նույնն էլ ֆենոտիպիկ դրսևորումը։ Ֆենոտիպ եւ գենոտիպ կորելացիաներն են այստեղ շատ ինքը- կարևոր, այո։ Ցավոք մեր ժամանակը մոտենում է իր ավարտին, շատ շնորհակալ եմ այսքան հետաքրքիր զրույցի համար, ձեր կողմից ներկայացվող դեպքերի համար, որոնք մեկը մեկից հետաքրքիր էին եւ օգտակար։ Եվս մեկ անգամ այս ամենը ցույց է տալիս, թե ինչքան կարեւոր է գենետիկան եւ նյարդաբանության միասին համագործակցությունը, որովհետեւ միայն այդ դեպքում ենք հասկանում, թե ինչ է թաքնված իրոք հիվանդության ետևում եւ միայն այդ դեպքում ենք կարողանում տալ լավագույն լուծումը տվյալ խնդրին։ Շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։